Քանի բրոպկի մեջ գնեմ եմ, ուզում եմ մի հատ հարց տամ բոլոր այն մարդկանց, ովքեր լինելով ազգությամբ հայ, բայց լինելով անհատականություն, հա, մի հատ մարդ, մի հոգի, խոսում են մի ողջ երկրի կամ մի ողջ քաղաքի անունից։ Ինչ եմ այդքանը ասում։ Քանի որ այսօր տեսանյութ եմ նայում, որ մի հատ գանգրահեր երիտասարդ, ասել Գևորգ Պետրոսյանը, մի հատ քյաչալ մարդ, ճաղատ, մոտենում է Հայաստանի վարչապետի աթոռը զավթած հոգեկան հիվանդին եւ ասում է. «Պարոն Փաշինյան, Ֆրանսիայի հայ համայնքը ձեզ աջակցում է, ձեր հետ է»։ Նիկոլ Փաշինյան, այդ մուտիտներից չես զսվել։ Հարց, հասարակ հարց, որ պատստավնոյ մարդիկ բերեմ ես, մոտենում են քեզ, խոսում են, թե ինչը ոնց, չես զսվել այդ կապիկությունից։ Կամ քյաչալ ծերուկ, այդ որ ասում ես Ֆրանսիայի հայ համայնքը, Փարիզի հայ համայնքը աջակցում է ձեզ։ Հիմի հարց, Ֆրանսիայում ապրող հայերին, որոնց մեջ, ես գիտեմ, կարան լինել եւ Նիկոլ սատարողներ, եւ Նիկոլին դեմ լինողներ։ Դուք համամիտ եք այդ գանգրահեր երիտասարդի ասացի հետ, նախկին երիտասարդի։ Հա? Նիկոլ Փաշինյան, դու ուզում ես փորձես ստեղծես իմիտացիա, հա? Իմիտացիա։ Ձևավորես մի հատ մթնոլորտ, որ ամբողջ աշխարհին ցույց տաս, որ աշխարհասփյուր հայությունը եւս քեզ աջակցում է քո խաղաղության օրակարգին։ Լավ, հասարակ հարց, եթե այդքան լավն է քո խաղաղության օրակարգը։ Մարդիկ ուղղակի թոփալ են, որ ընդդիմանում են, կամ ասում են համաձայն չենք, հա։ Հիմա հարց աշխարհասփյուր հայությանը։ Ամեն մեկը թող գրի իր կարծիքը։ Այս տեսանյութը հատուկ նկարում եմ նրա համար, որ հիմա տեղադրեմ համացանցային տիրույթում, YouTube-ում, որտեղ կան եւ Ռուսաստանից նայող մարդիկ, եւ Ֆրանսիայից, եւ Արգենտինայից, եւ Մոզամբիկից, եւ Ավստրալիայից։ Ամեն հայի ուղղում եմ ընդամենը մեկ հարց. դուք համաձայն եք, որպեսի ձեր փոխարեն Նիկոլ Փաշինյանը ստեղծելով խաղաղության իմիտացիա հրաժարվի հայոց ցեղասպանության գաղափարից, հայի պահանջատիրությունից, հասարակ հարց։ Ստե հեչ կապ չունի, դուք ում եք աջակցում, ում եք սիրում, ում եք սիրում։ Ձեր քաղաքական իդեալը Նիկոլ Փաշինյանն է, խոսքի օրինակ, կամ մեկ այլ քաղաքական գործիչ, նախկին նախագահները, խոսքի օրինակ, հա, կամ մեկ այլ քաղաքական գործիչ։ Այդքանով հանդերձ դուք չեք դադարում լինել ցեղասպանված Թուրքի կողմից հայ ազգի ներկայացուցիչ, որոնք ապրում են աշխարհի բոլոր երկրներում։ Հարց համայն հայությանը։ Ես չեմ դնի քվեարկություն, ում կընտրեք դուք։ Ես ուզում եմ հարց տամ ցանկացած հայի։ Եթե գրում եք պատասխան, որ այո, մենք աջակցում ենք Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգին, հա, եւ պահանջատեր չենք, ապա խնդրեմ խնդրանքի կարգով հիմնավորեք, ինչի։ Իսկ Ֆրանսիայում որպես պետական օրենք ընդունված է օրինագիծ օրենք, որ ով կժխտի հայոց ցեղասպանությունը, նա ենթարկվում է քրեական պատասխանատվության։ Դա իմիջիայլոց։ Ով կասի ցեղասպանություն չի եղել։ Մսիե Մակրոնն էլ Պիսկեմ Սուրոյին պատվո լեգիոն շքանշանով է պարգևատրում։ За какие твои такие заслуги? Սուրեն Պապիկյան, ինչի համար ես այդ շքանշանը կպցնում քո կրծքավանդակին։ Ընդունում ես, լավ ես անում։
Մակրոնը ում աշկի տակ միշտ կապուտ է։ Կնիկը ծեծը մա, հիմա այդ մարդու կյանքն էլ տես դասավորվավ։ Կնիկ է։ Կնիկ, հաշվենք կնիկ։ Ծեծը մա, աշկի տակ կապը ցնը։ Տո սամալոթից իջնելուց, տո չգիտեմ ասում ամանները չես լվացե, տո ասում ես ուզում եմ դու գաս հոտոտես Մակրոն ասում չէ։ Շքանը շնանավիրում Հայաստանի պնային։ Չենք մոռանում իմ տված հարցը, եթե պահանջատեր եք կամ եթե պահանջատեր չեք, ապա ինչու։ Այդ հարցումը ես հիմա հարց ցած վիդեոյի տեսքով տեղադրելու եմ YouTube-ում։ Ամեն մեկը թող մտնի իր կարծիքի գրի։ Առանց հայոյանք, առանց կոպիտ խոսք։ Սուրեն Պապիկյան, որ պատվո լեգիոն, հա, այտենց կարդացի, շքանշանը ընդունե։ Ինչի հիմար են քեզ տվե դա։ Ինչ ես արել դու։ Գորիսկապան ավտոմայրուղին ես հետ բերե, որը Հայաստանի ԽՍՀՄ Հայաստանի տարածքում գտնվում էր Հայաստանի քարտեզագրման այդ ձևաչափի մեջ։ Այն գերակա դիրքերը, որտեղից հրաման տվեցիք մեր զինվորներն իջան, դրանք ես հետ բերե։ Արդյոք դու որպես Հայաստանի ՊՆ վերականգնել ես Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ինչի հիմար ես մեդալ վեկալում։ Խեն քեզ մեդալ տվե։ Հա։ Ուզում եմ հասկանամ, եթե արժանի տեղն են տվե, ձեն չանեմ, վերանաս, փագեմ ասեմ, այ մարդ, մի Սուրեն Պապիկյանը եկատարի, ահագին տարիա ՊՆ է արդեն։ Դեմքի և հետևի թշերը չի տարբերվում իրարից, ՊՆ է։ Ես չեմ ասեմ, որ ՊՆ-ն պետք է անպայման նիհար լինի, չէ, բայց այդ մարդը դառնում է այդալով քառակուսի, խորանարդ, նորմալ է։ Կոմիտասի աբուլիկն էլ բարև եմ էր, Սուրեն Պապիկյան։ Ասում էր նռանայի մայլիկը ոնց է։ Հանուն ինչ ես մեդալ ստացել։ За какие твои заслуги перед Отечеством? Թե ձեր մոտ աշխատում է կողմը լալով դեմ ենք, դեմը լալով կողմ ենք կարգախոսը։ Հասարակ հարց։ Ինչ ես արել դու Հայաստանի զինված ուժերի համար։ Ոնց որ Կարուձևի դասատուլն ես։ Էս ֆորմենա լավը, թե էս ֆորմեն։ Զինվորի հիմար սահման պահող, առաջնահերթը իր սնունդն է, իր ապրելու պայմանները, որտեղ որ ինքը քնում է, ծառայություն է իրականացնում, հա։ Մեկ էլ զինամթերքը, որ ինքը ունի իր տրամադրության տակ։ Ու ամենակարևորը հրամկազմի, այդ զինվորի հրամկազմի տրամադրվածությունն ու հայեցիությունը։ Որ երբ որ հակառակորդը, անվանենք հակառակորդ, ոչ թշնամի, Նիկոլն ասում է ադրբեջանցին ես թշնամի չի։ Կրակը մազակայվ, խոսքի օրինակ։ Բանանա քաշե քթերը ասում է պիտի կրակ եմ, այսօր պիտի Կուրբան Բայրամին հայ սպանեմ։ Իրա հրամկազմը իրան չի ասում, մի րոպե չկրակես, կապ չունի, որ քո ընկերը քո կողքը մահացավ։ Մի հատ կանի ճշտենք պարոն Փաշինյանից, կարող է պատերազմ լինի, որ դու ատվետնի կրակես են կողմ։ Այսինքն ամենակարևորը զինվորի բարոյահոգեբանական վիճակն է, որը չգիտի կրակի, թե չկրակի։ Բայց Սուրեն Պապիկյանը ստանում է պատվո լեգիոն։ Նորմալ է։ Այդ թեմայի մեջ չեմ ուզում խորանալ, հասարակ հարց։ Կրկնում եմ հարցս երկրորդ կամ երրորդ անգամ։ Ցանկացած հայ աշխարհի ցանկացած կետում ինչ-ինչ պայմաններից Հայաստանից հեռանալով ու օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, այս պահին դա էական չի։ Հրաժարվում եք արդյոք դուք հայոց ցեղասպանության գաղափարից, հայի պահանջատիրությունից։ Համաձայն եք դուք Նիկոլ Փաշինյանի խոսույթի հետ, որ չկա արևմտյան Հայաստան, կա արևելյան Անատոլիա։ Համաձայն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ բիբլիական Արարատ լեռը հայկական չի։ Եթե այո, ապա ինչու։ Եթե ոչ, դուք ազատ եք
ձեր կամը արտահայտման մեջ։ Ինչպես ինձ Ատնասիցելն վերջերս ասեց մի հատ բարձրաստիճան մեր հոգևորականներից, արժանապատիվ հոգևորականներից մեկը։ Ասեց դու ազատ ես քո կամը արտահայտման մեջ։ Նիկոլ Փաշինյան, ասենք իմիտացիա ստեղծեցիր, Ռուսաստանի անունից խոսացող չկա, ուզում ես քո գովքը ես անեմ։ Հելեմ ասեմ, պարոն Փաշյան, մենք Ռուսաստանի հայերով քեզի 24 ոտատ որպես իշվանք, դիր գազին, գաստուր։ Խոսամ քո անունից, պարոն Փաշյան, քո խետն եմ, քնձղ, պաբլիտո, լսիլը, մեր մեծն անկոտրելի վարչապետ, են 3 տոննա բան բռնիր է, թմրանի ութ բռնիր, ինչ է լավ, սաղ կաշիկները, այդ գործով դատվող կա, թմրանի ութ նուրա, հարց, 15 տղա վարվավ, այդ գործով մեղավորներ կան, թե այդ տղեկը ճապոնական սամուրայներ էին, հելան իրանք իրանց վարին ու մնձրվան գնացին, 1000 ներողությունը տղեկի ծնողներից, օրինակի համար։ Դու էլ հելան հաջորդ օրը առանց նախաքննության, առանց հետաքննության ասիր, բենզինը շփել են դուրը վարվել է։ Դու որ ասում ես բերում եմ խաղաղություն, Փաշինյան Նիկոլ։ Կադրերը քո աշխատակիցներից որ մեկին ուղարկեն, որ տենաս ջերմուկում ոնց է քո ասած խաղաղասեր ադրբեջանցին քայլում մեր զոհված տղեկի դիրակների վրայով, քայլում։ Ուղարկեմ նայես, Իսկ մարդիկ ովքեր ունեն գերխելացի մտածելակերպ, ինձ YouTube-ի մեջ գրում են դու ադրբեջանական սայտերին մի հավատա, որտեղ Ալիևն ասում է, որ Հայաստանին մենք տվել ենք տնային առաջադրանք։ Դու մեր Նիկոլ Փաշինյանին հավատա, ինքն ամենաճիշտն է քսա։